Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումից հետո նախ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ռուս սելխոզնադզորն ավելի հետևողական է լինելու Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանմանը։ Հետո տեղեկություններ տարածվեցին, որ հայկական ընկերություններից մեկին արգելել են կոնյակ արտահանել Ռուսաստան։ Լրագրողները Ազգային ժողովի նախագահի հետ ճեպազրույցում հետաքրքրվել են այս ընթացքով ինչպես պետք է լուծվեն արտահանման խնդիրները դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Փորձագիտական համայնքի հորդորն է Հայաստանի կառավարությանը ծանր ու թեթև անել Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման մտնելուց առաջ, հաշվի առնելով տնտեսական կապերը։ Այդ երկրում մոտ 2 միլիոն հայ է բնակվում, շատերն այնտեղ բիզնես գործունեություն են ծավալում, գումարներ ուղարկում Հայաստան։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատ թարացումը կբերի տարբեր խնդիրների առաջացման։ Գազի գինը կբարձրացնի ընդհանրապես էներգակիրների գինը, հենց որ այդ փական Ռուսաստանը փակի, մենք միանգամից հայտնվել ենք ծանր վիճակում, առավել եւս որ խնդիրը միայն էներգակիրները չեն։ Ռուսական շուկայում հայկական արտադրանքը կարող է խնդիրների հանդիպել, այնտեղից ուղարկվող տրանսֆերներ, այնտեղ գտնվող հայկական բիզնեսների։ Вы знаете, цены на энергоносители. Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը այս օրինակը բերեց Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու ցանկություն ունենալու մտադրությունների ֆոնին։ Լրագրողները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանն էլ հայտնել է, թե եթե Ռուսաստանի Դաշնությունը գազի եւ մյուս հարցերի մասով որոշում կայացնի, որոնք Հայաստանի շահերից չեն բխի, Հայաստանը դուրս կգա հապկից էլ, ԵԱՏՄ-ից էլ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թան։ Հա, այսինքն ակներ Մի վարքյան, չի հնչել։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին։ Լրագրողները Ազգային ժողովի նախագահին հարցրեցին, Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները ըմբռնումով են մոտենում հայտարարություններին, թե Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան, որքան կարող է։ Տեսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսանք դրա մասին, հիմա ինչ եք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կլինի դա ԵԱՏՄ-ի որոշումը կամ Երևանի որոշումը, այդքան կարևոր չի։ Եթե Հայաստանը դուրս եկավ, այդ պահին շատ լուրջ խնդիրներ են սկսվելու Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովի դահլիճում ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2025-ի վիճակագրությունը ներկայացրեց։ Ըստ պատգամավորի ցուցանիշների Հայաստանի զինված ուժեր են զորակոչվել զորակոչի ենթակաների 35%-ը, իսկ մոտ 30%-ը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Գործող օրենքով ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ եւ ըստ Հայկ Սարգսյանի նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Պատգամավորն առաջարկեց նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից եւս պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, յուրաքանչյուրին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաեւ տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի։ Այս մեխանիզմը ըստ ԿՊԱ-ական պատգամավորի հնարավորություն կտա Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավելի հետախուզվող տղաների։ Առաջնորդելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Քվեարկություն։ Քվեարկության արդյունքում Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը օրակարգ ընդգրկելը մերժվեց։ Դեմ քվեարկեցին քաղաքացիական պայմանագիր եւ պատիվ ունեմ խմբակցությունները։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարտադիր զինվորական ծառայության տարկետման նոր կարգավորումը հայտնվել է կրթության եւ աշխատաշուկայի խաչմերուկում։ Կառավարությունը սահմանում է մեխանիզմ, ըստ որի Academic Ranking of World University-ի վարկանիշավորման համակարգում տեղ գտած աշխարհի առաջատար top 50 բուհերում սովորող քաղաքացիները կարող են ստանալ տարկետում, պայմանով, որ ուսումը ավարտելուց հետո քաղաքացիները առնվազն 3 տարի կաշխատեն Հայաստանում։ Այդ ժամկետից հետո նրանք կարող են նաեւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Պաշտոնական հիմնավորումների համաձայն նոր համակարգը նպատակ ունի խթանել քաղաքացիների վերադարձը Հայաստան։ 570 շուրջ անձի մասին ենք խոսում եւ պոտենցիալ նաեւ այս անձանց այս որոշումները կարող են վերաբերել։ Այս պահին արդեն 50-ից ավել մեր քաղաքացիներ ավարտել են իրենց ուսումնառությունը, վերադարձի ցուցանիշները ամենևին լավը չեն, պետք է ասել, որ հիմնականում չեն վերադառնում։ Նախատեսվում է, որ տարկետում կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում կաշխատեն հանրային կառավարման, կրթության եւ գիտության, ռազմաարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, առողջապահության եւ ֆինանսական ոլորտներում։ Սակայն մասնագետները նշում են, որ միայն պարտադիր աշխատանքի պահանջը բավարար չէ։ Ըստ նրանց անհրաժեշտ է ստեղծել նաեւ այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին ինքնուրույն նախաձեռնություններ սկսել եւ լիարժեք իրացնել իրենց ներուժը, քանի որ փոքր ու նորաստեղծ ընկերությունները կարող են ցուցակից դուրս մնալ։ Օրինակ արտասահմանյան երկրներում հենց այդ համալսարաններն են խրախուսում, որպեսզի համալսարանների առընթեր ստարտափ ստեղծվի, նույնիսկ համալսարանը սկզբնական շրջանում մեծ օժանդակություն է ցույց տալիս, որպեսզի այդ ստարտափը ոտքի կանգնի։ Հարվարդում սովորելուց հետո երիտասարդը Հայաստանում կգտնի այդ ստանդարտներին բավարարող որևէ ընկերություն, որտեղ աշխատի։ Նրա համար ավելի հեշտ կլինի այն ստանդարտները բերել Հայաստան եւ ինքը ինչ-որ մի բան ստեղծի։ Միևնույն ժամանակ փորձագետները մտահոգություն են հայտնում, որ տեղական աշխատաշուկան դժվար թե կարողանա մրցունակ վարձատրություն ապահովել սկսնակ մասնագետների համար։ Արտերկրում նույն աշխատանքի դիմաց առաջարկվող բարձր աշխատավարձերը կարող են խոչընդոտել երկարաժամկետ վերադարձին։ Փորձագետները չեն բացառում նաև, որ 3 տարվա պարտադիր աշխատանքից հետո քաղաքացիները կրկին կլքեն երկիրը կարիերայի ավելի լայն հնարավորությունների որոնմամբ։ Ըստ էության, եթե նրա աշխատավարձը բարձրանա 3 տարվա ընթացքում եւ նա էլի կանգնի իր ընտանիքը պահելու խնդրի առաջ, բարձր որ նրան ավելի հեշտ կլինի այդ նույն աշխատանքը արտասահմանում անել։ Այդ նախագիծը անելուց առաջ պետք է ինձ թվում է Հայաստանում այդ ուսումնասիրություն կազմակերպել եւ մոտավորապես թվերի լեզվով հասկանային, թե ինչպիսի արդյունք կունենա։ Նոր կարգավորումը կարող է կարևոր քայլ լինել մասնագիտական ներուժի վերադարձի ուղղությամբ, նկատում են մասնագետները, սակայն դրա արդյունավետությունը մեծապես կախված է նաև այն բանից, թե որքան գրավիչ պայմաններ կստեղծվեն Հայաստանում երիտասարդ մասնագետների համար։ Հայաստանի խոշոր եղջերավոր կենդանիների թիվը շարունակում է նվազել։ Պաշտոնական տվյալների համաձայն այս տարվա սկզբին հանրապետությունում հաշվառվել է շուրջ 476,000 գլուխանասուն, մինչդեռ 1 տարի առաջ այդ թիվը գերազանցում էր 490,000-ը։ Վերջին տարիներին անկումը հասնում է ավելի քան 20%-ի, նվազման միտումը նկատվում է գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում, օրինակ, կենդանիների թիվը զգալիորեն կրճատվել է, 5 տարվա ընթացքում 100,000-ից իջնելով շուրջ 72,000։ Նման պատկեր է նաև Արագածոտնում, Սյունիքում եւ Արմավիրում, որտեղ անասնագլխաքանակը տարեց տարի նվազում է։ 2021 թվականին 613,000 խոշոր եղջերավոր էր հաշվառվել։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր։ 5 տարի առաջ ցուցանիշն անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000-ն են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20,000-ով։ Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար, հիմա 15,500-ի էլ չի հասնում։ 2021-ին Արմավիրում կովերն ավելի քան 17,000-ն էին, այժմ 14,500-ի էլ չեն հասնում։ Անասունների գլխաքանակի անկումը Հայաստանում ըստ մասնագետների պայմանավորվում է մի շարք հանգամանքներով, սնուցման հետ կապված խնդիրներով, հողային ռեսուրսների վատ վիճակով, ֆինանսական եւ շուկայական տարաբնույթ ճնշումներով, պետական աջակցման անհավապատասխանությամբ եւ սոցիալական փոփոխություններով։ Վկայաբերվող պատճառների թվում հիշատակվում են նաեւ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունը, շուկայական ներքին հարցերն ու ցածր եկամտաբերությունը։ Ֆերմերները տրտնջում են նկատելով, որ անասնապահությունը Հայաստանում դարձել է անշահութաբեր գործ։ Հայաստանում անասունների թվաքանակի անկման պատճառներից մեկն էլ խոտի բարձր գինն է։ Ոնց նայում եմ, sense մի քանի տարի հետո անընդհատ մինուս է գնալու տարածաշրջանում։ Եթե դրա թեմը չառնեն, ինչ որ մի բան պիտի արվի։ Գնալով էլի հետ է գնալու։ Կոնկրետ մեր գյուղում ինչքան որ կա, դրա 50%-ն էլ ապակասեն։ Անընդհատ սպանդանոցային մոտ բացարձակելի փողերը վատնում են։ Մարդիկ ստիպված չեն կարողանում իրանց
բուծած կենտանի նորմալ ձևով իրացնել ու ընդհանուր առմամբ կերի խնդիրը կա, որ կերային մշակաբույսերի ցանկատարածները պակասել են, կերակադրություն չկա, լոգիստիկայի առումով ժամանակ առ ժամանակ ճանապարհները փակվում են, կերը ուշանում է։ Չնայած պետական ծրագրերին եւ աջակցությանը ոլորտում առկա խնդիրները շարունակում են կուտակվել։ Եթե իրավիճակը չփոխվի, մասնագետների կարծիքով առաջիկա տարիներին անասնապահությունը կարող է կանգնել ավելի լուրջ մարտահրավերների առաջ, ազդելով ոչ միայն գյուղացու եկամտի, այլև երկրի պարենային անվտանգության վրա։ Այս մինի լճակը արտաշատում է քաղաքի սրտում։ Անձրև տեղալուն պես ջրատարների չգործելու պատճառով ջուրն ամբողջությամբ կուտակվում է այստեղ։ Անհարմարություններ պատճառում եւ այդ հատվածով անցնող քաղաքացիների եւ տարածքում գործող շուկայի աշխատակիցների համար։ Այսօր նույնիսկ բնակիչները եւ աշխատակիցները նշում են, որ այսօր մի քիչ փառք է, այն ամենավարար անձրևի ժամանակ նույնիսկ անձրևաջրերը լցվում են մարդկանց տաղավարներ, առևտրի կենտրոններ։ Բա ինչ է։ Տուփով չեմ կարող ծախ։ Այսինքն սա պետք է դնեմ առանց տուփ ծախ։ Ես նվերի հարով կտանեմ։ Հեսա, անձրևաջրից հետա։ Սա լավ կդնեմ։ Մեն այն տակինն էլ է։ Հեսա, սևա, քաշելա։ Բայց հարցը միայն չգործող ջրատարները չեն, նաև գոյուղատարերի խնդիր կա։ Գոյաջրերն էլ խառնվում են անձրևաջրերին, ստեղծելով նպաստավոր պայմաններ համաճարակի համար։ Քաղաքապետը չի ընդունում, ինչ ասում։ Ոչ մասնագնաց, այն այդ բետոնը խի եմ արել։ Էսի դուք եք արել։ Հա, արել եմ որ ջուրը չնստի, մեկը ավտոնասնը վալայտալ ջուրը լցվում։ Ո՞վ է տեսեք, եկա բազար տարածքում այսքան 30 սանտիմանուց կանալիզացիա, այս եկա տարածքում։ Չնել գալի, դա հարցում ասում եք ասմա, սեփականատանը թողնի նախրի։ Իսկ այստեղից Արարատի մարզպետարան ու Արտաշատի քաղաքապետարան ընդամենը 500 մետր է, բայց խնդիրը լուծես կարծես թե ոչ մի, ոչ էլ մյուս կառույցը չի շտապում։ Զայրացած բնակիչներն էլ որոշել են բողոքի ակցիա իրականացնել։